Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը համախմբված է եւ պատրաստ է պաշտպանել սեփական արժեքները։ Աբբաս Արաղչին շեշտել է, եթե Իսլամական Հանրապետությանն ուղղված սպառնալիքները չդադարեցվեն, Միացյալ Նահանգների հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են կասկածի տակ հայտնվել։ Հարգեք ձեր ստորագրությունը, դիմել է նախարարը Վաշինգտոնին։ Իրանին է անդրադարձել ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփի խոսքով ամերիկյան կողմը զիջումներ է ստացել Թեհրանից։ Նրանք պետք է հետևեն այդ զիջումներին, նաև չեն կարող միջուկային զենք ունենալ։ Մենք ստանալու ենք այն, ինչը ես անվանում եմ միջուկային փոշի, հարստացված ուրանը։ Ես ռեժիմի փոփոխություն չեմ ցանկանում, չնայած դա արդեն տեղի է ունեցել։ Կարծում եմ նոր ռեժիմն ավելի ողջամիտ է, մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հավելել է, նավթի գները կարգավորվում են, Հորմուզի նեղուցն ապաշրջափակվել է։ ԱՄՆ նախագահի խոսքով ամեն դեպքում հաղթելու են կամ բանակցությունների կամ այլ միջոցներով։ Իրականում Թեհրանի հետ գործերը շատ լավ են, ուղղակի չկա այն լուսաբանումը, որին արժանի ենք, դժգոհություն է հայտնել Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տանը մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Ուկրաինային, նրա խոսքով կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են։ Նախագահ Պուտինը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, վստահեցնում եմ։ Լավ զրույց ենք ունեցել նախագահ Զելենսկու հետ, նա նույնպես ցանկանում է, որ այս ամենն ավարտվի։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կքննարկենք այդ հարցը, հավելել է Դոնալդ Թրամփը։ Նա հայտնել է, որ իր տեղեկությամբ զոհերի թիվն աճում է, մեկ ամսում զոհվել է 36,000 մարդ։ ԱՄՆ նախագահի խոսքով մարտի դաշտում այժմ վճռորոշ դեր ունեն ԱԹՍ-ները։ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշվելու է երկնքում։ Երբ ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր անօդաչու թռչող սարքեր թռչեն դեպի Մոսկվա, Պուտինն ամեն ինչ կհասկանա, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով ուկրաինական ուժերին հաջողվում է պահել ռազմաճակատը եւ ճնշել Ռուսաստանին ծովում, իսկ առաջնագիծը դարձել է երկինքը եւ օդում Ուկրաինան շատ ավելի մրցունակ է։ Միևնույն ժամանակ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ հակաօդային պաշտպանության խնդիրներ ունեն։ Ռուսաստանի նախագահի օգնականն էլ տեղեկացրել է, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները շուտով կմեկնեն Մոսկվա։ Ըստ Յուրի Ուշակովի, Թրամփը պատրաստ է ազդել Արևմուտքի եւ Կիևի վրա հակամարտությունը լուծելու համար։ Դիվանագիտական ջանքերին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 452 ԱԹՍ խոցելու մասին։ Թիրախում են եղել Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Օրյոլի, Ռոստովի, Ռիազանի, Մոսկվայի եւ այլ մարզեր։ Ղրիմը, Բելգորոդում հայտնի է տուժածների մասին, նաեւ տեղեկություններ կան, որ հարված է հասցվել Գազպրոմի մասնաճյուղերից մեկին։ Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը, օրակարգում են միջազգային անվտանգության, պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցեր, իրավիճակը տարածաշրջանում եւ ՆԱՏՕ-ի զարգացման հետագա ուղղությունները։ Գագաթնաժողովի շրջանակում արդեն հանդիպել են Թուրքիայի նախագահը եւ Դաշինքի գլխավոր քարտուղարը։ Ռեջեփ Էրդողանը եւ Մարկ Ռյուտեն քննարկել են գագաթնաժողովի օրակարգը, տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները։ Մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցության ընդլայնման հեռանկարի վերաբերյալ։ Առանձին ասուլիսում Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում Անկարայի առաջնորդությունը շատ կարևոր է։ Թուրքիան ունի Դաշինքի ամենամեծ եւ լավագույնս պատրաստված զինված ուժերից մեկը։ Գլխավոր քարտուղարի խոսքով թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ է Դաշինքի ինքնապաշտպանության համար։ Նա գոհունակություն է հայտնել, որ Թուրքիան այդ ոլորտում աջակցում է բազմաթիվ երկրների։ Ռյուտեն հավելել է, թուրքական արդյունաբերական ընկերությունները ներդրումներ են կատարում նաեւ Միացյալ Նահանգների արդյունաբերական բազայում։ Ֆրանսիայի նախագահը մեկնել է Սիրիա, նրան ուղեկցում են այդ թվում գործարարներ կենտրոնանալու հանրապետության վերականգնման եւ ներդրումների վրա։ Էմանուել Մակրոնը արևմտյան առաջին ղեկավարն է, որն այցելում է Դամասկոս 2024 թվականին Բաշար al-Ասադի իշխանության տապալումից հետո։ Նախքան նախագահ Ահմեդ Աշշարայի հետ հանդիպումը Մակրոնը հայտարարել է, որ Դամասկոսում է արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը եւ աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Եկեք միասին բացենք կայունության եւ խաղաղության նոր էջ տարածաշրջանում, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։ Ահմեդ Աշշարան շեշտել է Մակրոնի այցը կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով Փարիզը կառուցողական դեր է խաղացել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման գործում։ Պաշտոնական բանակցություններին ընդառաջ Մակրոնի պատվին ընթրիք է կազմակերպվել, երկու երկրի ղեկավարները նաև այցելել են Դամասկոսի Ումայաթ մզկիթ։ Դիանա Գասպարյան, լուրեր։